Ամեն բան չափվում է իր արդյունքով, չափվում և գնահատվում է առաջին հերթին իր արդյունքով։ Բարի ձեզ բարեկամներ, եթերում նոր տարն է։ Մեր այս դժվար ժամանակներում, ինչպես և սպասվում էր, արթնություն, աշխուժություն է նկատվում հայ մտավորականության շարքերում։ Տարբեր երկրներից հնչում են ձայներ, հնչում են խոսքեր միասնության, միաբանության, մեր հայրենիքին և մեր պետությանը սատար կանգնելու կոչերով։ Վահե Թղրյանը, Փանոս Կերանյանը Կանադայից, Վիգեն Հովսեփյան, Գառնիկ Սահակյան, Էդուարդ Խալտ, Ավիկ Դերենց, Շուշան և Ռուզան Վարդանյաններ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մաներուշ Իսպանիայից, Աիդա Ռիտա Ավաքյան Համբուրգից և շատ այլ երկրներից, Արմեն Պալաքյան Բելարուսից, ինչպես նաև այլազգի բարեկամներ նույնպես շատ ունենք, Անատոլի Ավրուտին, Միխայիլ Պազնյակով Մինսկից, կարող եմ այս շարքը թվարկել, բայց ոգևորիչը այն է, որ շարժումը կա և միտքը, որ պիտի փրկի մեզ, արթնանում է։ Բնականաբար այդ ընթացքը առաջ է բերում մի կարևոր խնդիր, ինչպես է դա հնարավոր զարգացնել, ինչպես է հնարավոր խթանել այս շարժումը։ Այդ հարցում իր կարևոր դերը կատարեց ATV հեռուստաընկերության մեր նոր դար հաղորդաշարը, որ ինչպես և ծրագրված էր ի սկզբանե, դարձավ մի յուրօրինակ կամուրջ աշխարհի տարբեր երկրների միջև, որտեղ հայ կա, հայություն կա, և Հայաստանի, մեր պայքարող, մեր չարչարվող Հայաստանի միջև։ Այդ կամուրջը կա, և ես ուրախ եմ այս աշխատանքի համար, որովհետև նկատվում է արթնություն, հետաքրքրություն, հատկապես մտավորականության հանդեպ, հատկապես գրողների հանդեպ։ Վերջին շրջանում բազմաթիվ նամակներ ենք ստանում տարբեր երկրներից, որ խնդրում են հրապարակում ավելի շատ խոսել այն մարդկանց մասին, ովքեր միտք ու գաղափար են բերում մեզ, միտք ու գաղափար, ահա սա է պահանջում մեզնից մեր ժողովուրդը։ Եթե մենք գնում ենք ինչ-որտեղ և չենք տեսնում հեռանկարը, եթե մեր նավը շարժվում է ալեկոծ ծովի ալիքների վրա ու մշուշ է ու ոչինչ հայտնի չէ ապագայի վերաբերյալ, մենք կանգ կառնենք, մենք կշփոթվենք, ինչպես այսօր ենք կանգ առել, ինչպես այսօր ենք շփոթվել, բայց երբ տեսնում ենք գալիքը և հստակ պատկերացնում ենք մեր քայլերը, ապա բնական է, որ մեր շարժումը կլինի վստահ, մեր քայլը կլինի հիմնավոր և մենք անպայման կհասնենք մեր նպատակներին։ Ես ուզում եմ ձեզ ևս համակել լավատեսական այն շնչով, որը բերում է հայ գրականությունը այսօր իր հարազատ ժողովրդին։ Ու ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր ձեր հարցերին պատասխանելու ժամանակն է, շատ հարցեր ենք ստանում, որ վերաբերում են մեր ժամանակակից գրականության և հատկապես մեծ հետաքրքրություն կա Միացյալ Նահանգներում բնակվող բանաստեղծ Վիգեն Հովսեփյանի հանդեպ։ Մենք այս գրողին արդեն մի անդրադարձ ունեցել ենք և շատ լավ արձագանք եղավ այդ անդրադարձը, այդ հաղորդումը, ասեմ, որ մենք անդրադարձել էինք Աստղերու հավատքով գրքին, լույս է տեսել հիմա գրողի երկրորդ գիրքը Կատարյալը և դուն, որին առաջիկա հաղորդումներից մեկում անպայման կանդրադառնանք։ Իսկ այսօր փորձենք գոհացնել ձեզ, որովհետև դուք ցանկանում եք շատ հարցեր իմանալ այն խնդիրների վերաբերյալ, որ վերաբերում են մեր մտավորական կյանքին և հատկապես արդի հայ գրականությանը։ Մասնավորապես սկսենք հետևյալ հարցից, թե ինչպես պիտի մենք կարողանանք այս ծանր իրավիճակը հաղթահարել։ Մեզ նամակագիրները գրում են. տվեք մեզ գաղափարներ, տվեք մեզ ծրագրեր, տվեք մեզ մտքեր։ Մենք գրողից պահանջում ենք, ասում են մեր հեռուստադիտողները, ուր է ձեր ասելիքը, որովհետև ուղղակի ձանձրացել ենք։ Եվ գրականագետներս, և ընթերցողներս ձանձրացել ենք անասելիք խոսքի, բովանդակազուրկ խոսքի այն հսկա օվկիանոսից, որով այսօր լցված է մեր գրական միջավայրը։ Մարդիկ ցանկանում են միտք ու գաղափար, ուզում են մտորել, ուզում են մտքով հաղթահարել, նախ եւ առաջ հոգով հաղթահարել դժվարությունները։
Եվ այս էր հավանաբար, որ Վիգեն Հովսեփյանի գրականության նկատմամբ այդքան մեծ հետաքրքրություն առաջ բերեց։ Տեսեք, մինակության ճիչեր ամեն կողմ, գրում է բանաստեղծը, մեջը 1000 տարվա լռության, ասես մեր կյանքի մասին է խոսում, երազներուց մեջ կծկված շնչասպար, երբ կարթնան սրտիս վախերն ու կասկածները, թե պետք է պատրաստվիլ վերջնական իմ 1000 տարվան զսպված մինակության։ Եվ այս խոհերը, որ հնչում են պարզ ու հասկանալի, այև մտահայրենը փայլում է իր լեզվական, ոճական գեղեցկությամբ, թշնամիին դեմ անխոցելի են մեր հազարավոր զրահները, վստահ հայտարարում է հեղինակը։ Թշնամիները չէ, որ պիտի հաջողին մեզ սպաննել, անոնք չեն, որ կփորձեն խորտակել մեր հոգիները խարողտ, ոգիները ըմբոստ։ Սա հստակ արտահայտված ծրագիր է, լինենք ուրեմն ոգիներ խրողտ, ոգիներ ըմբոստ, եւ ոչ մի թշնամի չի կարող հաղթահարել մեզ։ 1000 վերքերու, սպիներու փոխարեն կմնան հիմա միայն ժպիտներ քաղաքավար, սա նույնպես այսօրն է։ Երեխաներու վառ դեմքեր խանդավառ, մինչ կխամրին 1000 հուշերն ու երազը, կմնա պարզ անհեթեթություն, կհիշես արդյոք այդ երեկոն։ Սիրելի բարեկամներ, այս գրականությունը շատ հետաքրքրական է իբրև գեղարվեստականություն եւ բնական է, որ հարց է առաջանում, ինչի հետ մենք գործ ունենք։ Մեր հեռուստատողներից մեկը գրել է, ինչ բանաստեղծություն է սա։ Շնորհակալ եմ, արդեն իսկ հարցը ինքնին, ցանկանում են տեսակը հասկանալ, ինչի մասին է խոսքը, շատ տեղին է, ճիշտ է, եւ ես ուզում եմ միանգամից այդ հարցին պատասխանել, որը կփնտրեմ եւ ձեզ կներկայացնեմ իմ գիտական ուսուցիչ Էդվարդ Ջրբաշյանի գրականագիտության ներածություն աշխատությունից, որ տասնամյակներ շարունակ դասագիր չէ եղել եւ է գրականություն ուսումնասիրողների համար։ Ահա գրականագիտության ներածության մեջ, բովանդակության մեջ փնտրեք գլուխ 5-րդ տաղաչափության հիմունքներ եւ այդտեղ կա մի բաժին հատուկ համաշեշտ եւ ազատ ոտանավոր։ Ահա անդրադառնանք ձեր հարցի պատասխանին։ Ինչ է ազատ ոտանավորը եւ որոնք են նրա առանձնահատկությունները։ Ժամանակակից պոեզիայում ավելի լայն տարածում ունի ազատ ոտանավորի համակարգը վերլիբրը, свободный стих ռուսերեն։ Եթե մի կողմ թողնենք տաղաչափական այդ ձևի նախօրինակները հին եւ միջնադարյան գրականության մեջ, ասենք Աստվածաշնչի երգ-երգոցը, Նարեկացու ողբերգության մատյանը եւ այլն, ազատ ոտանավորի նոր փուլը սկսվում է 19-րդ դարից։ Ուիթմենի խոտի տերևներ ժողովածուն 1855 թիվ եւ շարունակվում հետագա շրջանում անընդհատ մեծացնելով իր ազդեցության շրջանակները։ Հայ նոր գրականության մեջ ազատ ոտանավորի խոշորագույն վարպետը իհարկե Սիամանթոն է, որի գրեթե բոլոր գործերը գրված են այդ սկզբունքով։ Իդեպ արևմտահայերը այս ձևը կոչել են ազատաչափ, մի տերմին, որ այսօր էլ կարող է կիրառվել, գտնում է գիտնականը։ Ազատ ոտանավորներ են գրել նաև Դանիել Վարուժանը, Գեղիշե Չարենցը եւ այլ հեղինակներ։ Առաջին իսկ հայացքից երևում է, որ ազատ ոտանավորի մեջ մեծ ծանոթ ռիթմական պայմանները, վանկերի, շեշտերի հավասար քանակ, շեշտադրության կայուն կարգ եւ այլն բոլորովին չեն պահպանվում, պարտադիր չեն։ Մեծ մասամբ բացակայում է նաև հանգը։ Ուրեմն ո՞րն է ռիթմի պայմանը ազատ ոտանավորի մեջ։ Ինչով է տարբերվում արձակ խոսքից։ Ազատ ոտանավորի բնութագրման շատ տեսակետներ են առաջարկվել։ Ամենից տարածված այն կարծիքն է, որի համաձայն տաղաչափական այս համակարգը հիմնվում է նախ եւ առաջ յուրաքանչյուր տողի շարահուսական եւ արտասանական ընդգծված ինքնորոշության վրա։ Պատասխանը պարզ է։ Ուրեմն յուրաքանչյուր տողի բովանդակային
ու արտահայտական ինքնության վրա է հիմնվում Ազատ Ոտանավորը, որն էլ հենց դուք տեսնում եք Վիգեն Հովսեփյանի ստեղծագործության մեջ։ Ահա սա է, որ սիրելի բարեկամներ, առանձնահատուկ է, եւ ահա ինչու անգամ մեր երիտասարդ գրքասերները, երիտասարդ ընթերցողները առանց դժվարության կարողանում են ընտրել ու հասկանալ Վիգեն Հովսեփյանի բանաստեղծությունները, որտեղ յուրաքանչյուր տող ինքնուրույն, երբեմն ինչ-որ չափով անկախ մտքի միավոր է, եւ այդ մտքերը հերթով գալիս ու շարունակում միան ստեղծելով մի ամբողջական գաղափար։ Շարունակենք ուրեմն մեր ճանապարհը Ազատ Ոտանավորի այս համակարգի մեջ։ Ծիածամները խապկան չեն։ Դուն վաղուց հասկացած ես արդեն, թե ամենայնտեղ մահամի չէ, ստրկաբար ծնկաչոք մեռնիլ կա, ամեն վարկյան մեռնիլ կա, բայց նաև քեզի պես առյուծներու վայել, հերոսական մահովալ կա, իսկ մյուսները, մյուս տեսակի ստահակները, անոնք 1000 անգամ կմեռնին, անոնք կմեռնին ու կանհետանան այնպես, ինչպես ծիածանները կանհետանան, մնայունը ինչ է, մնայունը, միակ մնայունը հաղթանակներն են հայ ժողովուրդ, հաղթանակներն են քու հոգիիդ ու սխրանքներն են համար սիրտիդ, հիշիր հաղթանակները, հիշիր պատերազմները, հիշիր քաչ հոգիներիդ, ովքեր հաղթանակ են կերտել քո պատմության ու քո այսօրվա համար, հոն ձորի մյուս կողմը կանաչապատ, հոն դեպի ուր պիտի սավառնիս ու շուտով հասնիս, հոն ուր կե մերթ չավուշների դումաններու բռնչյունը կլսվի հրազեններու համերգին ընդմեջեն, հոն լեռան մյուս կողմը քեզ կանչող կորյուններն են մեր երթին եւ աստվածներն են մեր կարմրագույն անտառին կկանչեն քեզի, որպեսի համալրեն իրենց արշավը դեպի հայրենիք, դեպի հոս, դեպի լեռան այս կողմը, ելիր ուրեմն, պատասխանե հրավերիդ, թամբեն ժույքդ, մեծն նժդեհեն, քեզի ժառանք հասած է ու սլացիր հոն, գնա հոն ու իրենց պատմե, թե ինչպես մեր մոտ քաջեր կան, քաջության դավաճանող, եւ ինչպես աստվածայինը սորական լրբություն դարձած է, պատմե մեր մեծերուն, իմ ու քո փոքրության մասին, Հայաստանում եւ նակա, մենք պիտի հաղթողների բանակին միանանք, գնա սիրելիս, ասում է բանաստեղծը, գնա անհոգ եւ հպարտ, գնա որպեսի հաղթես ու ապրեցնես, գնա որպեսի զոհվես գուցե, բայց վերապրիս ու կյանք տաս բոլորիս, գնա որպեսի դու մեզի վերադառնաս բարով ու դապնիներով, գնա որպեսի մեզի վերադառնաս գուցե քարացած, բայց անմահացած, որպեսի դու մեզի բերես այնքան կարևոր, այնքան կենսատու հաղթանակ, այսօր եւ 1000 տարի։ Մենք նոր գրականության կարիքն ունենք, մենք ստեղծագործող նոր անհատականության կարիքն ունենք, այսօր բավարար չէ փակվել կաբինետում եւ գրություններ գրել, այսօր բավարար չէ ինքնակոչ գրողի դերն առնել եւ խնդրել հանրությունից վերաբերմունք ու գնահատական, եւ Միքայել Նալբանդյանի կոչը, որ մի ժամանակ համարում էինք քրեստոմատիական եւ ըստ էության առաջնորդ չդարձրեցինք մեր գրական կյանքի, մշակութային կյանքի համար, ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ առանց քնարի, անզարդ խոսքերով, այսօր ահա այս գաղափարը հետևորդների կարիք ունի, եւ ես պիտի անկեղծորեն ձեզ ասեմ, որ Վիգեն Հովսեփյան բանաստեղծը հենց այդ ճանապարհին է, իրեն ոչինչ կամ մտահոգող, միակ բանը դուրս գալ հրապարակ եւ լույս վառել խավարի մեջ, առաջնորդել հանրությանը դեպի ապագա, դեպի ազգային նպատակների իրագործում, սա է հայ մտավորականության միտքը, գաղափարը եւ պիտի իպատեվ Վիգենի ասեմ, որ ինքը ոչ մի խնդրի առջև կանգ չի առնում, նա եւ երաժշտության միջոցով եւ ինչպես դուք տեսնում եք հոլովակների միջոցով գալիս է հրապարակ գործի,
նա խոսողների թվին չի պատկանում։ Իր գրականությունը խոսք չէ, իր գրականությունը եւ իր արվեստը գործ է։ Ահա ինչու տարածվելու է այս շարժումը, վստահաբար եմ ձեզ ասում։ Եվ մենք պիտի միասնաբար պիտի կարողանանք հրապարակ բերել մեր ազգային խոհը, ազգային միտքը, որը կարող է լուսավորել մեր կյանքը եւ դառնալ իսկապես հույս ու ապավեն դժվարության մեջ ապրող մեր ժողովրդին։ Ահա ինչու հույս հավիտենական։ Ահա Վիգել Հովսեփյանի գրականության մեջ այս խորհրդանիշը հույս հավիտենական, որը ինքը բերում է իր գրականության մեջ։ Կանցնեն տարիներ եւ քեզ մի օր հարցնելու են այսօր երկրում ու երկրից դուրս ապրող հայ մարդ քեզ հարցնելու են երբևէ հարցնելու են ուր է իր դուն ժամանակ կանցնի շատ իրողություններ կփոխվեն բայց հիշիր ձեզ հարցնելու են ուր է իր դուն կսեն չկայիր գիշերվան լուր աղմուկներուն մեջ մինչ մեզ պատեպատ կզառնեին սիրտի պատառներ կխարկեին երբ լրիվ ագրավներու հանդես էր ամեն կողմ ու կեղծիք էր ամեն կողմ ուր է իր դուն չկայիր երբ ճիվաղը մանուկ սիրտեր կպատրտեր մեր զինվորները կպայթեցներ մեր ասպետները կառևանգեր մայրերու ճիչերը կսպաններ կխեղտեր ու կխեղտեր ուր է իր դուն միջկային ընկերներ դավաճանող կփնտրեին աչքեր որոնց մեջ կա սեր կամ ժպիտ մեկը որ վիզիս պարանը թույլցնե ուր է իր դուն երբ գրեցի գիրքեր որ կյանքը դեռ պիտի կարդա որպեսի ետ գամ ու դարձյալ քեզ գտնեմ քեզ հույս հավիտենական հույս որ դժոխքներ կքանդես ու կյանքեր կծաղկեցնես հույս որ կխնամես երկար կհամբերես հույս որ հեշտագին կորորես մորեջին կսիրես մարդ կպահես ահա հույս հավիտենական ամենից կարևորը որ մենք պիտի բերենք մեր ժողովրդի համար ոչին կօգնի որ մենք դժվարություններ հաղթահարենք հանիր հայ մարդուց Մեսրոպ Մաշտոց հանիր հայ մարդուց Ռաֆի հանիր Թումանյան Խաչատուրաբովյան Չարենց Փարուսևակ հանիր եւ նա կկործանվի վերադարձրու իր մշակույթը եւ նա կհաղթի ահա գաղտնիքը հայ ժողովրդի որ մեր բոլոր թշնամիները գիտեն մենք այս դասը լավ չենք յուրացրել անհրաժեշտ է մեզ սլացք անզիջող կեղքե գիշերվան այս սև խավարը պատրես սուտորի արգանդները հայացքդ միշտ դեպի աստղերը դոգորվիր սուրբ լեռան ուժերեն սիրո հյութերու կաթիլներեն թափտուր բաշերդ ու սրացիր հոն դեպի սեկ արևու պայծառ լույսը դեպի ալիքներու մաքրող հույսը փշրե տաղանքներուն կեղծիքները եւ անցիր սողուններուն վրայեն թռիր վերև պիրկ ամպերեն զարգ բռունցքդ բորբոքած ժայռերուն նժդեհի սուրով կաց տուր սիրտերուն տարածե ճախրող ոչի թևերը քաչ մայրերու սերեն ուշ կուտակե փոթորկածին ոչի բոլորին պարզ է մեր մարտիկներուն բարև հաղորդ է վառ հաղթանակի փառքը ավետ է ճեղքե գիշերվան այս սև խավարը դեպի աղբյուրը սխրանքներուն ահա քո ճանապարհը հույս հավիտենական ժամանակակից հայ գրականությունը սրբազան խոյանքի է մղում մեր ժողովրդին մենք այսօր դժվարությունների մեջ ենք այո կոտորված բայց ոչ կոտորված բայց երբեք չհանձնված մենք կքայլենք դուրս այս ժխորդերի միջից բայց շատ կարևոր է կենտրոնի միջուկի զգացողությունը եւ բանաստեղծը հենց այդ խնդրին փորձում է պատասխան տալ որը պիտի լինի մեր հոգու ժամադրավայրը մեր հայրենիքը աշխարհասփյուր հայության համար կա մեկ հոգու ժամադրավայր հոգևոր մեկ կենտրոն դա Հայաստանը մեր Երևանը ժամադրավայրը
բոլորիս։ Բանաստեղծը համոզված է, որ մեր թռիչքը բարձր է, խոյանքը անկասելի։ Այդ խոյանքը մեզ տանելու է դեպի լույս, խոյանք, որ չի տատանվելու, չի խամրելու, չի տատամսելու։ Մենք ձգտելու ենք դեպի գագաթը Սուրբ Լեռան։ Իսկ նրանք, ովքեր չհետևեն մեզ, նրանք կմարեն ու կանհետանան։ Վճռական կմաքարենք, վճռականորեն կապրինք, վճռական կպայքարինք, կապրինք երազներով, ապրեցնելու համար պայքարը և մեր նպատակը։ Այսպես կխոյանանք դեպի հոն, դարելու կամքը մեր սրտերի մեջ, անմար կրակ մեր սրտերի մեջ, Ռոստոմի կրակն է այդ, Անդրանիկինը, Սերոփինը աղբյուր, կյանքը սիրող, մահը արհամարող, ապրելու կամքով կյանքեր ծնող։ Ահա թե ինչ գաղափար է թաքնված մեր Երևանի մեջ։ Կոտորված, բայց չկտրված, կխոյանանք դեպի լույս, Երևանից դեպի լույս, ճամփաներով քարքարոտ, ուղիներով հարթվելիք, կխոյանանք հոն, ամպերեն անդին, որովհետև մենք ունենք միջուկ, մենք ունենք կենտրոն, ժամադրավայրը բոլորիս, մեր Երևանը։ Գողքիդ մինագության ջիչեր ամենգոմ, ու ես կմնամ հոս երկար այսպես, մեջը հազար դարվան լրության, երազներուս մեջ կծկված, շնչասպար, երբ կարտնան սրդիս վախերը, կասկածները, որով հասկացած եմ հանթարդ ու հոգնած, թե պետք է պատրաստվիլ վերջնական իմ հազար դարվան զսպված մինագության։ Այսօր է, իսկ վաղը հազար դարի, այս լույսերուն և հեծկլդանքի մեջ հազար արիտ, առանցության հազար անգյուն, մերնող հոգիներու և խիղճերու մեջ, տեսնելու, սորվելու, սիրելու, ադելու հազար անգամ, ծովերու ալիքներու հրաբույրին, ամեն ժպիտի հետ սիրահարվելու համար հազար անգամ և ավելի։ Ուր է իր տուն, կսեն չգայիր կիշերվան լուր աղմուկներում մեջ, միջ մեզ բադեպատ կզարնեին, սրդի բադարներ գխարգեին, երբ լիտ ակրավներու հանտես էր, սուտ գանդիներու դողանցք էր, ամեն գոմ գեղձիկ էր։ Ուր է իր տուն, կսեն չգայիր այդ մութ ու ամենասև բահերուն, երբ ժիվաղը մանուկ սրդեր կբադրդեր, մեր զինվորները կբայթեցներ, մեր ասպետները գարևանքեր, մայրերու ջիչերը կսպաններ, կխեղտեր ու կխեղտեր, քեզ մեզ զուրկ հոգիները կքերթեր։ Ուր է իր տուն, Երևան, Երևան,
Այդ ինչ օթևան, այդ ինչ բան, Երևան, Երևան, այդ ինչ օթևան, այդ ինչ բան, Երևան, Երևան, այդ ինչ օթևան, այդ ինչ բան։ Ինչպես եղավ, որ քեզ չտեսած, դեսա լույսերդ եւ հավատացի անոնց։ Հերվեն հերու եւ թափարական, բոլոր բադումներովդ ես խապվեցա, էստրադայինովդ օրորվեցա, համոզվեցա, հավատացի, որ թուն հանգրվան մնես լոգ, ինձի համար, մերիններուն համար։ Ժամանակավոր սիրական մնես, իսկական ես, իրական ալես, բայց անպայման պատմական ես։ Ու այսպես քեզի թեր չհանդիպած, քեզի չտպչած, քեզ չշոյած, ամեն մեկ փողոցիդ, ամեն մեկ շենքին, ամեն մեկ բադուհանը ուղեղից մեջ քանդակվեցավ, որպես աղբյուր երազանքի։ Անմահ Սահյանի խոսքերուն քրդինքը, Արամի հոգվույն պլադակները հիմա արդեն ավելի պլող հասան փոլորը օձելու երազանքներուս կնջիրները իսկ չունեցած ծովերուտ աղին համը ծածկեց քիմքս ամբողջ կյանքիմը համար Երևան, Երևան, իմ միակ օթևան, ես կանցնեմ կգնամ, դու ապրիր հավիտյան Սմերնային աղոտ ու մշուշոտ ամայության մեջ խուլ փողոցներդ մեգուն խորքը անդեսված շունիգիմը որնոցի արցականքը որպես գանչ մնաց ագանչներուս մեջ մինչև հիմա որպես հրավերմը անաբազորյա եւ հալածող ու հոն բարեց անիմաստ կարոտմը որ թավաջանած սերերը կդապկեն միայն Իսեթե ես իմ միամիտ խարխապումներես անսահմանորեն չամչնայի այս պահուն քեզի ցույց կուտայի վերքեր դեր հորտարատ արդեն հիմա գամած ըսպիացող վերքեր ըստացված հանուն քեզի մնացյալիտ ու միացյալին որոնց համար ժայրեր կարմիր ներգվեցան եւ որոնք դգար աչքերուս մեջ արցունք լեցուցին մինչև փերան որոնք օդարացվող եւ ըսպյուրքացած սիրտս կխեղտեն երազանք է նպատակ է պատմող արցունքով որ գսողա եւ գմակլցի քավոյական զնդանիմը պատերեն ներս նաեւ ու հոնալ գցամքի այդպես ալ գմնա արդու իրիգուն բայկար երկելով Ամփոփենք սիրելի բարեկամներ մեր կյանքի բոլոր ոլորտները նորոգության կարիք ունեն պիտի նորոգվի պիտի փոխվի նաև հայ մշակույթը համեմատեք այսօրվա մշակույթը աշխարհի ժողովուրդների մշակույթի հետ եւ դուք կտեսնեք որ ակնհայտորեն այդ բանի կարիքը կա ինչու է սա կարևոր բարեկամներ ունենում են միայն ուժեղները եւ Ռաֆիներ որ ժամանակին ասած խոսքեր որ մենք չլսեցինք դու բարեկամ չես կարող ունենալ հայ ժողովուրդ քանի որ ինքդ քեզ համար բարեկամ չես այո մենք պիտի նախ եւ առաջ մենք մեզ համար բարեկամ դառնանք խնամենք մեզ սիրենք մեզ հարգենք միմյանց եւ այդ դեպքում կուժեղանա ազգը մենք ինքներս կուժեղանանք ու բարեկամներ կծնվեն, որովհետև նորից եմ կրկնում, բարեկամ ունենում են այս աշխարհի ուժեղները միայն։ Ոչ ոք չի ձգտում խեղճին ձեռք պարզել, ոչ ոք չի ձգտում նվաստին օգնության հասնել։ Ահա պիտի մեր ժողովուրդը վերականգնի իր վաղեմի վսեմական կերպարը, այն կերպարը, որով հիմնադիրը եղավ աշխարհում քաղաքակրթության։ Բոլորը գիտեն դա։ Մենք ընդհանրապես պետք է հիշենք։ Եվ ահա թե ինչու մեր մշակույթի մեջ անհրաժեշտ են նոր ոչեկան կորով ունեցող անհատներ։ Ահա ինչու մեր ընթերցողները մեզնից պահանջում են պատասխանել այդ հարցին, ինչ հոգի է ձեր առջև կանգնած, ինչ անհատ, գրողի, մտավորականի, մշակույթի անհատականությունը այսօր ամենից կարևոր հարցն է։ Չի կարելի լացելու համար մտնել հրապարակ, չի կարելի տառապելու համար մտնել հրապարակ եւ այդ տառապանքը տիրաժավորել։ Մենք կարիք ունենք իսկական առաջնորդների,
մտավորական առաջնորդներ եւ իդեպ պիտի ասեմ, որ բնավ պատահական չէ, որ Գարեջին Նժդեհը գրող էր։ Կարդացեք նրա գրությունները եւ դուք կտեսնեք, մեր աչքեր իսկական գրող է, իսկական մտավորական, որը նաեւ լավագույն զորավարը եղավ ու լավագույն հայը։ Ուրեմն պիտի երթանք առաջ, ասում է Վիգեն Հովսեփյանը, պիտի երթանք կրկին ու նորեն, ջարդելու համար բոլոր փակ դռները, պատոհանները մեզ բաժանող, որքան կարևոր միտք, ջարդելու ենք պատոհանները մեզ բաժանող, ու երթանք քանդելու համար լուսամուտները արդեն իսկ ջարդված, փնտրելու իրար, որպեսզի գտնենք մեզ, շատ կարևոր գաղափարներ, այս մաշած քաղաքի թզնիներու գրեթե չորցած ճյուղերեն կքաղենք նարինջներ, իբրև նվեր կախարդական հասցնելու համար քո դռան առջև։ Եվ մենք իրար պիտի ասենք լավ խոսք չէր, բարի խոսք չէր, պիտի դառնանք երազներու հեղինակ, պիտի փորենք, փորփրենք, որ գտնենք աղբյուրը կենթանության ու հավերժության, պիտի բարձրանանք, որ բարձրացնենք, ասում է բանաստեղծը։ Տվեք մեզ գաղափարներ, հիշեցնում են մեզ մեր ընթերցողները, մեր հեռուստատողները, եւ այդ կոչին ի պատասխան հնչում է բանաստեղծի ձայնը։ Մեզ փորձում են քաշել տափակության տիղմի մեջ։ Երևակայության ու երազները մեզ խոշտանգում են։ Խորունկ ավազանի մեջ, որտեղից սերունդներու ողբաձայնը կլցվի, սա մեր երկիրն է, սա մեր Հայաստանն է, որտեղ չարենց են ձերբակալել, հեռացրել են գրողների միությունից, որտեղ Բաքունց են սպանել, մահարի են աքսորել, այն էլ մի քանի անգամ, սա մեր երկիրն է, եւ այդ թշնամին մեր մեջ ապրող միշտ խանգարել է մեզ, ցավերը մեր այնքան իրական են, ահա ինչու պիտի բարձրանանք վեր, ահա ինչու պիտի ուժեղ լինենք եւ առաջնորդության պիտի պատրաստենք մարդկանց, հայ գրականություն եւ հայ գրողներ, գրեք մեր առաջնորդների մասին, գրեք մեր վեհ ու սիգապանց թագավորների մասին, պատմեք նրանց սխրանքների մասին, հիշեք աղբյուր Սերոփին, Գևորգ Չաուշին հիշեք բոլոր մեծերին, ովքեր լավագույն առաջնորդ են եղել եւ գրեք նրանց օրինակով դաստիարակելու համար սերունդներ։ Եվ ինչպես Պարուշ Սևակն էր ասում, բոլորի հայացքը հարեք Սարդարապատին, սերունդներ, դուք մեզ ճանաչեք Սարդարապատից, այսպես են խոսել գրողները, այսպես են խոսել եւ այսպես է խոսում այսօր մեր լավագույն գրողներից մեկը Վիգեն Հովսեփյանը։ Ես ամփոփելով խոսքս պիտի ասեմ, սիրելի բարեկամներ, որ Վիգեն Հովսեփյանը բանաստեղծ է, ստեղծագործող անհատ, բայց նաեւ խորհրդանիշ նորոգության, խորհրդանիշ փոփոխության, եւ այդ փոփոխությունները մեզ անհրաժեշտ են, նոր հոգիներ են անհրաժեշտ մեր գրականության համար, եւ ես ուրախ եմ, որ այդ մարդիկ կան, եւ այդ մարդկանց անունները ես տվեցի, մի մասը տվեցի, վստահ եմ, որ նրանք շատ են ու շատանալու են մեր նոր դար հաղորդաշարի շնորհիվ, որը դարձել է կամուրջ մտավորական ուժերի համար։ Սրանով եկեք ավարտենք մեր թողարկումը, սիրելի բարեկամներ, հետևեք մեր գործին, մեր գործունեությանը եւ այդ գործունեության շնորհիվ մենք կփորձենք լուսավորել այն ճամփան, որը միակն է մեր ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը ունի մեկ ճանապարհ, հաղթության, վերականգնումի ճանապարհ, ուրիշ ճանապարհ մենք չենք ընդունում։ Այսօր այսքան, սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում։